Աստվածաշունչը երբեք կասկածի տակ չի դնում, որ այս աշխարհում գա չարի ուժը, այլ փրկյազ մեզ իչարեն, փրկիր մեզ նրանից, ով չար է աշխարհի մեջ։ Եբրայերենում սատանա բառը պարզապես նշանակում է հագարագործ։ Աստծո ծրագրերը եթե չգիտես, հագարակ մի կանգնի Աստծո ծրագրին։ Ինքնահարքանքի բարձ պաշտպանությունն է։ Ինքնահարքանք։ Դու գիտես թե ով ես, ամեն մաղթանք եւ աղոթք այդպես է վերջանում։ Քոնն է փառքը, բադիվը եւ զորությունը։ Այլ փրկյազ մեզի չար է։ Հետաքրքիր է, որ տերունական աղոթքը սկսվում է հայրմերով եւ ավարտվում չարի մասին հիշատակմամբ։ Պարոն Գաբուջյան, ով է չարը, սատանան։ Աստվածաշունչը երբեք կասկածի տակ չի դնում, որ այս աշխարհում գա չարի ուժը, գոյություն ունի չարի ուժ։ Եվ անկասկած տերունական աղոթքում դիրոջ խնդրանքը այսպիսին է, այլ փրկիր մեզ չարից։ Այստեղ բնականորեն մի քիչ ավելի որոշակիորեն պետք է հնչի, այլ փրկյազ մեզ իչարե կամ ավելի ճիշտ է, եթե թարգմանաբար, այսինքն ճիշտ արդապերեն, այլ փրկյազ մեզ իչարեն, փրկիր մեզ նրանից, ով չար է աշխարհի մեջ։ Ոչ թե սովորական մարդկանց մասին ենք մենք խոսում։ Եվ Աստվածաշունչը երբեք չարը չի դիտարկում իբրև վերացական տեսակետ կամ խաղապար, այլ շատ հստակ մի կորզնական սկզբունք, որպես Աստծո թեմ կործող անձնական ուժ, անձնավորված ուժ է այդ չարը։ Եբրայերենում սատանա բառը պարզապես նշանակում է հագարագործ։ Մարդու հագարագործը սատանան է։ Ես չեմ ուզում այստեղ խոսել այն սատանայի մասին, որ մենք մեզ փորձության է տանում եւ այլն մեղքի մեջ է գցում։ Դա չէ։ Այլ մարդ անհատի հագարագործը։ Եթե մենք կարդանք Աստվածաշնչի որոշ հատվածներ, շատ հրեական մտածողությամբ տեսնում ենք առաջին թագավորություններ։ Դավիթը իր հագարագործներին համարում է սատանա, ոչ թե այն սատանան, որ սատանան է, այլ թշնամի, հագարագործ։ Նույնը երկրորդ թագավորություններ գրքում։ Սողոմոնի բարակային դարձյալ իր հագարագործների թեմ մենաբայքարում կամ մրցաբայքարում իր թշնամիներին համարում է սատանա, թշնամություն կամ սատանա։ Հետևաբար սատանա նաև եբրայական ընկալումով նաև դադաստան տեսնող մի արարած է, դատ տեսնող, ով մեկի թեմ դատ է հարուցում։ Հրեաները կարծում էին եւ հավատում էին, այսպես հիմա երկրավոր բացատրությունից հասնենք նաեւ երկնայինի հրեաների մտածողությամբ, որ երկնքում կա մի հրեշտակ, որի բարդականությունն է դատ հարուցել մարդկանց թեմ։ Եվ դա բան չէ, վնասակար քոր չէ, այլ այն անձն է, որ դատ է հարուցում։ Նա երկնքում դատական ապարատի մաս կազմող մի ներկայացուցիչ է։ Եկեք տեսեք, բացում ենք Հոբի գիրքը, առաջի գլուխ, Հոբի պատմությունը շատ լավ գիտեք, թե ով էր արդար եւ այլն, որտեղ ասում է այդ օր Աստծո որդիները գնացին Տիրոջ առջև կանգնելու։ Սատանան էլ գնաց նրանց հետ։ Ոչ թե այն սատանան, որ չարն է, այլ այն հրեշտակը, որ մարդկանց թեմ դատ է հարուցում։
Այսինքն ոչ թե դադաբաշտպան այս անգամ, այլ հագարագործ իմաստով։ Եվ տեսեք ինչ է ասում։ Դերը ասաց Սատանային, որտեղից ես գալիս։ Սատանան պատասխան տվեց, Տիրոջը ասաց, երկրի վրա շրջելուց, անոր վրա այնտեղ բդդելուց հետո հասա այստեղ։ Դերը ասաց Սատանային, իմ հոբ ծառայիս ուշադրություն դարձրիր, երկրի վրա անոր նման կատարյալ եւ արդար Աստվածավախ մարդ չկա։ Եվ Սատանան պատասխան է տալիս։ Մի քիչ նեղը գցի իրեն, տես թե ինչ վիճակի կմատնվի։ Տեսնում եք, դատական ապարատի մեջ գործ ունեցող մարդու դիրքորոշում է, սա է Սատանայի բարդականությունը։ Բացասական իմաստ չունի այստեղ, այլ Աստծո որդիների հետ մաս կազմող անձնավորված հրեշտակներից մեկն է, բայց գործը այսպիսին է, այլապես Սատանան Աստծո մարգարեները Աստծո թեմքը տեսնելու հնարավորություն չունեին այդ փառքին արժանանալու, որտեղից Սատանան այդ փառքը պիտի ունենար, ու հատել երկինք բարձրանար Աստծո հետ թեմ հանդիման կանգներ եւ սկսեն հավասար զրուցել, այլ երկնքում դատական ապարատի մաս կազմող անձնավորություններից մեկն է։ Երկրորդ բարի իմաստը Սատանայի կամ թերակատարության զրբարդիչ սովորական բառն է, զրբարդիչ։ Այսպիսով Սատանան դառնում է Սատանա, զրբարդիչ, մարդու հագարագործը, այն ուժը, որ փորձում է կամ ցկտում է խափանել Աստծո ծրագիրը։ Այնպես ինչպես Հիսուս Պետրոսին երբ ասաց Սատանա, երբ ասեց կմեռնեմ քո համար եւ այլն, Աստծո ծրագրերը եթե չգիտես, հագարակ մի կանգնի Աստծո ծրագրին, ուզում է ասել Հիսուս։ Հենց այդ կործանարար ուժից է, որ Հիսուս մեզ սովորեցնում է աղոթել, փրկվել, ազատագրվելու համար։ Պարոն Գաբուջյան, երբ ասում ենք մեզ փրկիր չարից, նկատի ունենք, որ մեզ ուշ տա, որ մենք չհափշտակվենք չարով։ Ոչ թե որ չարը մեզնից հեռու լինի, այլ մենք չհափշտակվենք չարից։ Առաջի մեր նախորդ հաղորդման հետ կապ ունի այս հարցումը, մի դանիրս մեզ իփորձություն, այսինքն չհափշտակվենք չարից, այլ աղոթքի միջոցով կարողանանք մենք չարին հաղթել։ Պարոն Գաբուջյան, չար ասելով արդյոք նաև նկատի ունենք մեր ներսում եղած չարը, մեր մեղքերը, վատ ցանկությունները։ Մի քիչ առաջ ինչպես ասեցի, նորից կրկնեմ, Աստվածաշնչում չարը վերացական սկզբունք կամ խաղապար չէ, այլ գոյություն ունեցող այն բոլոր զգացմունքները, այն բոլոր դենչերը, այն բոլոր ցկտումներն ու մղումները մեր մեջից կլինեն, թե մեզնից դուրս, երբ մեզ մղում են հագարակվել Աստծո գամքին եւ Աստծո ծրագրերին, դրանք կոչվում են չար, եւ դրա համար Հիսուս այս աղոթքի մեջ հատուկ կերպով շեշտում է փրկիր մեզ չարից, այն չարից, որ չարն է, որոշակիացված չարը։ Մենք խոսեցինք մեր նախորդ հաղորդման մեջ քայթագությունների հարցակման տարբեր ոլորտների մասին։ Մենք այսօր խոսեցինք նաև չարի ուժի, չարի թերակատարության եւ գործունեության մասին, որոնք հարցակվում են մեր մեջ կամ մեզնից դուրս մեր վրա։ Բայց մենք ունենք նաև իբրև քրիստոնյաներ, Աստվածաշնչին հավատացողներ եւ ընթերցողներ, որ մենք ունենք նաև պաշտպանվածություն այս բոլորի թիմաց։ Ինչով կարող ենք մենք պաշտպանվել։ Երեք հիմնական մտածումներ կա, որ ուզում եմ այդ մասին խոսել։ Առաջինը դա ինքնահարկանքի բարձ պաշտպանությունն է։ Ինքնահարկանք։ Դու գիտես, թե ով ես, ինչ թերակատարություն ունես կյանքի մեջ եւ ինչպիսին է քո թերակատարությունը այս կյանքի մեջ։ Սա ինքնահարկանք է։ Ուզում եի գարթալ Նեեմիայի գրքից մի հատված, 6-րդ նա, որ
քերությունից Եզրաս քահանայի հետ վերադարձավ եւ լծվեց Երուսաղեմի բարիսպները գառուցելու 51 օրվա ընթացքում մարդիկ համախմբեց տաճարը վերագառուցեցին եւ Աստծո խոսքը հզոր կերպար էր ոչ հոգեվոր այլ աշխարհիկ կերպար էր Եզրասը քահանա էր ինքը աշխարհիկ 6-րդ գլուխ 11-րդ համարում ասում է եւ որ գալիս են մարդիկ ասում են որ ցանկդ վտանգի տակ է եւ գնա տաճար մտիր եւ պաշտպանվիր Նեհեման պատասխանում է Միթե ինձ նման մարդ գփախչի եւ ով կա ինձ նման որ տաճարը մտնի ապրելու համար չեմ մտնի հզոր մարդու իր անձը լավագույն կերպով ճանաչած լինելու մարդու թիրքորոշում է եւ կեցվածք է Մարդը կարող է շատ բաներից խուսափել կյանքում, շատ բաներից, բայց իր անձից, իր էությունից չի կարող խուսափել։ Երկրորդ, կա ավանդույթի պաշտպանությունը։ Ամեն մեկս մենք ծնվել ենք մի միջավայրում, գնացել ենք, պատկանում ենք այս ընտանիքին, պատկանում ենք այս միջավայրին, գնացել ենք այս դպրոց, այն դպրոց եւ այդ ավանդույթները մեզ ամրոցագերտ պաշտպանություն են եւ մեզ բռգում են շատ միջավայրների ազդեցությունից այդ ավանդությամբ ենք զորանում այստեղ երկու օրինակ միան ուզում եմ բերել այս առումով այդ ավանդության կապված Աստվածաշնչի 40 տարիների հրեա ժողովրդի անաբադային թափառումներ Աստված կարող էր ինչպես որ ծովը բացեց մի հատ էլ կար ճանապարհով մի անգամից դար ինչու համար 40 տարիներ այդ ժողովրդին թափառել տվեց անաբադը օդար ազդեցություններից զերծ մնալու միջավայրն է անաբադում քեզնից բացի ուրիշ մարդ չկա այդտեղ ինքդ քեզ ամրագրում ես հավաքագրում ես թառնում ես մի ամբողջություն ստեղծում ես քո մշակույթը քո ավանդույթները ապրելու եւ գոյատևելու երկրորդ օրինակը մշակույթի այն հզոր եւ ավանդության հզոր գործոնն է որ 5-րդ դար մեր պատմության մեջ կոչվեց ոսկեթար Հայաստանը բաժանված երկու մասի Բարսկա Հայաստան Հունա Հայաստան կամ Բյուզանդական Հայաստան գայսրությունների թիմած գոյատևելու միակ միջոցը դարձավ այն ավանդությունը եւ մշակույթը, որ Մեսրոպ, Սահակ եւ իրենց աշակերտները կարողացան տալ։ Կարևոր է ավանդությունը, որ չենք կարող խախտել այն ժառանգությունը, որոնց մեջ մենք մտել եւ մեծացել ենք։ Երրորդ կա պաշտպանությունը նրանց ու մենք սիրում ենք եւ ուրիշները մեզ սիրում են այսինքն սիրելու եւ սիրված լինելու պաշտպանությունը տեսեք շատերը գմեղանչեին եթե միակ բադիժը որ իրենք պիտի գրեին միայն իրենք ցլիներ գրելու բարտավորությունը դա շատ հեշտ էր մարդոց համար բայց երբ մտածում ես որ քո բադիժը եւ մեղքը նաեւ ազդելու է ուրիշների վրա եւ ուրիշների աչքերի մեջ դու տեսնելու ես այն բադիժը որ քոնն է եւ ուրիշների աչքերի մեջ դա արտացոլվում է եւ արցունքոտվում են քեզ համար եւ երբեմն իրենց համար որոնց սիրտը խոցված է սա այն պաշտպանությունն է որ չես համարձակվի այդ փորձության մեջ ընկնել եւ վերջապես այն պաշտպանությունը որ գալիս է մեզ Հիսուս Քրիստոսից մեր Տիրոջից Աստվածաշնչով հին եւ նոր գդագարաններով Քրիստոսի առօրյա կյանքով Քրիստոսի առօրյա ներկայությամբ որ մեզ պաշտպանում է բոլոր չարիքից ամեն տեսակ չարից
եւ նաեւ ամեն տեսակ փորձությունից։ Շատ գեղեցիկ նշեցիք։ Պարոն Գաբուջյան, անդրադառնանք նաեւ վերջին փառաբանական հատվածին՝ Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Կարծես մենք այսպես վերահաստատում ենք մեր խոսքը, ինչ ավելի վաղ ասել էինք։ Բնակրերի մեջ ոչ Մատթեոսի, ոչ էլ Ղուկասի մեջ այդ հատվածը մենք չունենք։ Այո։ Չկա ավետարան, բնակրային չէ։ Դա ըստ երևույթին այսինքն ավետարաններում ընդհանրապես չկա, ոչ Հիսուսի կողմից, ոչ էլ ավետարանիչների կողմից ավելացված։ Դա շատ ավելի ուշ ժամանակաշրջանի քոհապանական եւ փառապանական եզրակացություն է, որ շատ հաճախ աղոթների մեջ կա։ Քոհություն եւ փառ ստացուկ գերագրողին դիեզերած։ Եվ ամեն մաղթանք եւ աղոթք այդպես է վերջանում։ Քոնն է փառքը, բադիվը եւ զորությունը։ Դա բնականորեն քրիստոնյա անհատի երախտագիտական այն մոդեցումն է, այն զգացմունքը, որ շատ լավ անդրադառնում է, որ աշխարհի հզոր արարածը, փառքի արժանի անձնավորությունը, ում բադիվ պետք է դրվի, ում է պատկանում երկնքի եւ երկրի թագավորությունը եւ ամբողջ զորությունն ու փառքը եւ բադիվը Աստված ինք է։ Դրա համար դա քոհապանական բաժին է, որ հետակային ավելացված բաժին է, որ ընդհանրապես եթե ուշադրին եք, մեր բոլոր աղոթներն էլ քոհապանական այս եզրույթով եւ այս եզրակացությամբ են ավարտվում։ Պարոն Գաբուջյան, շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի եւ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։